Բարի գալուստ բուժատետեր։ Այս թողարկմանը խոսելու ենք մի բանջարեղենի մասին, որը ունի մի շատ վտանգավոր հատկություն, սակայն մարդկանց 99.9%-ը նույնիսկ չի կասկածում այդ մասին։ Այս թաքնված հատկությունը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը, եթե չիմանաք հիմնական կանոնները։ Պատրաստ եք։ Դե ուրեմն եկեք բացահայտենք սմբուկի բոլոր գաղտնիքները, վտանգներից մինչև ամենաօգտակար հատկություններն ու ճիշտ ընտրության նրբությունները։ Սմբուկի գլխավոր վտանգը, որը մարդիկ չգիտեն։ Ինչու է հանկարծ սմբուկը դառնում վտանգավոր մթերք։ Պատասխանը մեկն է՝ սոլանին։ Սա բնական թույն է, ալկալոիդ, որը սմբուկը արտադրում է բնության մեջ միջատներից և սնկերից պաշտպանվելու համար։ Երբ սմբուկը թարմ է և երիտասարդ, սոլանինի քանակը նվազագույն է և անվնաս։ Բայց հենց որ սմբուկը գերհասունանում է կամ ծերանում է կամ երկար մնում է արևի տակ, սոլանինի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Եթե դուք ուտում եք գերհասունացած, մի փոքր արդեն դառնացած սմբուկ, դուք ուղղակիորեն թունավորում եք ձեր օրգանիզմը։ Դա կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխացավ և նույնիսկ ջղաձգումներ։ Ըստ վիճակագրության, սմբուկ ուտելուց հետո շատերն են նման ախտանշաններ ունենում, սակայն մարդկանց 99.9%-ը չի էլ հասկանում, որ այս ախտանշանների թաքնված պատճառը հենց գերհասունացած սմբուկ ուտելն է։ Սա հենց այն գաղտնիքն է, որը շատերը անտեսում են, կարծելով, թե սմբուկի դառնությունը կամ շատ կորիզներ ունենալը պարզապես համային առանձնահատկություն է և մի փոքր հասունացած լինելը։ Այժմ խոսելու ենք սմբուկի 5 լուրջ հակացուցումների մասին։ Առաջին հակացուցումը ստամոքսաղիքային տրակտի բորբոքումներն են և խոցերը, գաստրիտ, կոլիտ։ Սմբուկի կառուցվածքը բավականին յուրահատուկ է, այն հարուստ է կոշտ, չլուծվող բջջանյութով և մեծ քանակությամբ օրգանական թթուներով, ինչը կատարվում մեր օրգանիզմում։ Առողջ մարդու համար բջջանյութը մաքրում է աղիները, օգնում, որ փորկապությունը վերանա։ Սակայն ստամոքսի խոցի, 12 մատի աղիքի խոցի կամ սուր գաստրիտի դեպքում պատկերը լիովին այլ է։ Այդ կոշտ մանրաթելերը մեխանիկորեն քսվում են և վնասում են ստամոքսի առանց այն էլ բորբոքված վատ վիճակում գտնվող նուրբ լորձը թաղանթը։ Օրգանական թթուները գրգռում են բաց վերքերը, խոցերը և բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը։ Արդյունքում, սմբուկ ուտելուց կարճ ժամանակ անց մարդը զգում է ուժեղ այրոց, սրտխառնոց, սուր ցավեր ստամոքսի շրջանում, փքվածություն և նույնիսկ հիվանդության սրացում, որը կարող է հասցնել հոսպիտալացման։ Այնպես որ եթե ունեք նման խնդիրներ, ապա սմբուկ ուտելուց աշխատեք զերծ մնալ կամ գոնե սահմանափակել դրա քանակը։ Սմբուկի երկրորդ լուրջ հակացուցումը, եթե ունեք երիկամային քարեր և միզասառական համակարգի խնդիրներ։ Սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ բնական միացություններ, որոնք անվանում են օքսալատներ։ Սրանք աղեր են, ինչ է կատարվում մեր օրգանիզմում։ Օքսալատները հայտնվելով մեր օրգանիզմում հակված են կապվելու կալցիումի հետ։ Եթե մարդու նյութափոխանակությունը խանգարված է կամ նա ունի գենետիկ հակվածություն երիկամային խնդիրների հանդեպ, այս միացությունները չեն հասցնում դուրս գալ միջուղներով։ Դրանք նստվածք են տալիս երիկամներում, ժամանակի ընթացքում բյուրեղանում են, դառնալով ավելի խոշոր քարեր։ Եվ այս բյուրեղները վերածվում են սուր անկյուններով օքսալատային քարերի։ Դրանք երիկամային քարերի ամենացավոտ և դժվար բուժվող տեսակներից են, քանի որ գրեթե չեն լուծվում դեղամիջոցներով։ Եթե արդեն ունեք երիկամների բորբոքում, պոլիոնեֆրիտ կամ ավազ, սմբուկի հաճախակի օգտագործումը կտրուկ կվատթարացնի ձեր վիճակը։ Երրորդ հակացուցումը՝ հոդերի քրոնիկ հիվանդություններ, արթրիտ, օստեոխոնդրոզ և պոդագրա, հոդաբոր։ Սմբուկը պատկանում է մորմազգիների բուսաբանական ընտանիքին, որի մեջ մտնում են նաև լոլիկը, պղպեղը և կարտոֆիլը։ Այս ընտանիքի բոլոր բանջարեղենային տեսակները պարունակում են նյութեր, որոնք կարող են ազդել հոդերի վրա։ Սմբուկի մեջ առկա որոշ տարրեր, այդ թվում պուրինները, կարող են նպաստել օրգանիզմում միզաթթվի կուտակմանը։ Պոդագրայի ժամանակ հենց այս միզաթթվի աղերն են նստում հոդերում, առաջացնելով անտանելի ցավեր։ Բացի այդ, շատ սննդաբաններ և ռևմատոլոգներ նշում են, որ մորմազգիները քրոնիկ արթրիտ ունեցող մարդկանց մոտ առաջացնում են թաքնված բորբոքային ռեակցիա։ Եթե նկատել եք, որ սմբուկով կերակուրներից հետո ձեր ծնկները, մատները կամ մեջքը սկսում են կոտրատվել կամ այտուցվել, ապա դուք հենց այն խմբում եք, ում այս բանջարեղենը հակացուցված է։ Չորրորդ հակացուցումը՝ երկաթդեֆիցիտային սակավարյունություն, անեմիա։ Սա այն գաղտնիքներից է, որն իրոք զարմացնում է շատերին։ Սմբուկի մուգ մանուշակագույն կեղևը պարունակում է հզոր հակաօքսիդանտ, որը կոչվում է նասունին։
Նասունին հրաշալիորեն պաշտպանում է մեր բջիջները, բայց ունի մի առանձնահատկություն։ Այն կպչում է արյան մեջ եղած երկաթի մոլեկուլներին, կապում է դրանք եւ ստիպում, որ օրգանիզմից դուրս գան։ Այսինքն այն մեր օրգանիզմից հանում է երկաթը։ Իսկ դուք գիտեք, թե երկաթը որքան կարևոր է մեր օրգանիզմի համար։ Եթե դուք ունեք արդեն ցածր հեմոգլոբին, ֆերրիտինի պակաս կամ ընդունում եք երկաթի հավելումներ, ապա սմբուկը ուղղակիորեն չեզոքացնում է ձեր բուժման արդյունքը։ Այն թույլ չի տա, որ սննդից ստացված երկաթը ներծծվի աղիներում։ Արդյունքում սակավարյունությունը խորանում է, առաջանում է մշտական հոգնածություն, գլխապտույտ եւ մազաթափություն։ Եվ 5-րդ հակացուցումը ինսուլինի եւ շաքարի կտրուկ տատանումներ, հիպոգլիկեմիա։ Սմբուկն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ այն չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Բայց վտանգը թաքնված է հակառակ կողմում։ Սմբուկի բաղադրության մեջ կան նյութեր, որոնք բնական ճանապարհով նվազեցնում են գլյուկոզայի ներծծումը արյան մեջ։ Սա հիանալի է նրանց համար, ովքեր պայքարում են բարձր շաքարի դեմ։ Սակայն, եթե երկրորդ տիպի դիաբետով հիվանդը արդեն իսկ ընդունում է շաքարն իջեցնող ուժեղ դեղահաբեր կամ ինսուլին է սրսկվում, ապա սմբուկի մեծ չափաբաժինը կարող է գումարվել դեղերի ազդեցությանը, որն էլ կարող է առաջացնել շաքարի մակարդակի վտանգավոր կտրուկ անկում, եւ մարդը կարող է զգալ կտրուկ թուլություն, սառը քրտինք, դող եւ նույնիսկ կարող է կորցնել գիտակցությունը վատթարագույն դեպքերում։ Շատ կարևոր հավելում բոլորի համար։ Եթե դուք ունեք այս հիվանդությունները, սակայն դրանք սուր փուլում չեն գտնվում, բայց սիրում եք սմբուկ, պարզապես միշտ կեղևազրկեք այն։ Քանի որ սոլանինը եւ նասունինը, այս երկու վտանգավոր նյութերը կենտրոնացված են հենց ավելի շատ կեղևի հատվածում, եւ երբեք մի կերեք այն մեծ քանակությամբ կամ հում վիճակում։ Իհարկե, այս ամենով հանդերձ սմբուկն ունի նաև օգտակար հատկություններ, ինչու չպետք է հրաժարվել դրանից, եթե դուք հակացուցում չունեք։ Ուղեղի պաշտպանություն։ Կեղևի մեջ եղած նասունինը պաշտպանում է ուղեղի բջիջների թաղանթները ազատ ռադիկալների հարձակումից։ Այն բարելավում է հիշողությունը։ Հաջորդը սրտի եւ անոթների բարեկամ։ Սմբուկն օգնում է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը, կարգավորում է արյան ճնշումը շնորհիվ իր մեջ եղած կալիումի եւ վիտամին B-ի։ Քաշի նվազեցում։ Այն պարունակում է շատ քիչ կալորիաներ, 100 գրամում ընդամենը 25 կիլոկալորիա։ Բարձր բջջանյութ ապահովում է երկարատև հագեցվածության զգացում։ Եվ մի շատ զարմանալի փաստ՝ նիկոտինային կախվածության թուլացում։ Զարմանալի է, բայց այո, սմբուկը պարունակում է նիկոտինային թթվի փոքրիկ չափաբաժին, ինչը օգնում է մարդկանց ավելի հեշտ թողնել ծխելը։ Ինչպես ճիշտ պատրաստել եւ օգտագործել սմբուկը։ Որպեսզի սմբուկը միայն օգուտ տա, պետք է պահպանել պատրաստման մի քանի ոսկե կանոն։ Առաջին, երբեք մի կերեք այն հում վիճակում։ Հում սմբուկի մեջ սոլանինի քանակը ամենաբարձրն է եւ այն գրեթե չի մարսվում։ Երկրորդ, աղաջրի կախարդանքը։ Կտրատելուց հետո սմբուկի կտորները առատորեն պատեք աղով կամ դրեք աղաջրի մեջ մոտ 20 րոպե։ Աղը դուրս է քաշում սոլանին պարունակող դառնահամ նյութը։ Դրանից հետո պարզապես լվացեք կտորները սառը ջրով եւ չորացրեք։ Խուսափեք տապակելուց։ Սմբուկն ունի սպունգային կառուցվածք։ Տապակելիս այն ներծծում է հսկայական քանակությամբ ձեթ, օգտակար բանջարեղենը վերածելով կալորիական ռումբի, որ հարվածում է լյարդին եւ լեղապարկին։ Լավագույն տարբերակն է թխել ջեռոցում, եփել շոգի խաշելով կամ խորովել կրակի վրա։ Այսպես այն պահպանում է վիտամինները եւ չի ծանրաբեռնում մարսողությունը։ Ինչպես ճիշտ ընտրել լավ եւ անվտանգ սմբուկ։ Խանութում կամ շուկայում կանգնելիս մի վերցրեք առաջին պատահած սմբուկը։ Ուշադրություն դարձրեք այս 4 նշաններին։ Կեղևի փայլն ու գույնը։ Լավ սմբուկի կեղևը պետք է լինի հարթ, փայլուն եւ առանց մուգ փտած բծերի։ Խուսափեք խամրած կամ կնճռոտված կեղևով սմբուկներից, դրանք արդեն հին են։ Պոչիկի գույնը։ Պոչիկը պետք է լինի կանաչ եւ թարմ։ Եթե պոչը չորացած է կամ շագանակագույն, ուրեմն սմբուկը վաղուց է քաղվել եւ հասցրել է կուտակել շատ սոլանին։ Առանձգականություն։ Թեթև սեղմեք սմբուկը, այն պետք է լինի մի փոքր պինդ։ Եթե մատի սեղմելուց հետո փոցիկ է մնում եւ չի վերականգնվում, ապա բանջարեղենը գերհասունացած է։ Իսկ դե եթե քարի պես պինդ է, ապա դեռ հասած չէ։ Նախապատվությունը տվեք միջին կամ փոքր չափերին։ Հսկայական սմբուկները սովորաբար պարունակում են շատ կորիզներ, ավելի դառն են եւ բնականաբար հագեցած են մեծ քանակությամբ սոլանինով։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում նշեք ձեր կարծիքը, նաև գրեք, արդյոք սիրում եք սմբուկ, թե ոչ, ինչ տարբերակով եք այն պատրաստում։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։